Այսօր ապրիլի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց-Ձորի մարզում։ Ժամը 1:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Մանվելթն իր վարած BMW մագնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ծախվել ծառին եւ գլխի վրա շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ Կոտայքի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Չ եւ 35-ամյա Հրաչյա Վ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայոց-Ձոր բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարարծառայության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը եւ տեղում իրականացրել հերթապահություն։ Դեպքի վայր են ժամանել նաեւ ՀՀՆԳՆ ոստիկանության բարեկային ծառայության Վայոց-Ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ղեկները, գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար օրվա պատասխանատու Գևորգ Գյուրջյանի եւ վաշտի հրամանատարի տեղակալ Վահե Սարգսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են Ավագ Պարեկ Անդրանիկ Մանուկյանը եւ Կրտսեր Պարեկ Հայկ Ղամբարյանը։ Դեպքի վայր է ժամանել նաեւ ՀՀՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնի օպերատիվ խումբը, օրվա հերթապահի գլխավորությամբ։ Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց-Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղի ժամանել է քննչական խումբը, օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Լուսանկարները Սմբատ Պետրոսյանի։ Ծանուցում ենթադրել հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղադրությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։